վերջին օրերին կայացած բյուջեի վերաբերյալ քննարկումները ցույց տվեցին, որ չնայած կառավարության ճիգերին, բյուջեն այնուամենայնիվ զարգացման բյուջե, կայունության բյուջե անվանել դժվար է, այն ավելի շատ գոյատևման, վերապրելու, ինչ-որ կերպ դիմանալու բյուջե է և միայն ու միայն օբյեկտիվ պատճառներով, այն է տնտեսական, ֆինանսատնտեսական ճգնաժամ և այլն, դա բացատրել հնարավոր չի, դա հետևանք է կառավարության մեր գնահատականով սխալ տնտեսական քաղաքականության, ինչում են կայանում այդ սխալները բազմիցս խոսվել է, ես իմ ելույթի մեջ նաև այդ մասին ասել եմ, այս շաբաթվա ընթացքում կհրապարակվի մի փաստաթուղթ, որտեղ ամփոփված կլինեն մեր առաջարկությունները անցած տարվանից սկսած, թե ինչ էր պետք անել, երբ արդեն պարզ էր, որ ճգնաժամը հարվածելու է Հայաստանին և ինչը չի արվել, և ինչ դեռ կարելի է ու պետք է անել այսօր, գոնե ապագայում 2010 թվականի ընթացքում իրավիճակը փրկելու և կայունացնելու համար։ Ինչպես ձեզ հայտնի է, տարվա դեռ սկզբերին, ապրիլի 23-ի գիշերը, Շվեյցարիայի և Թուրքիայի արտգործնախարարությունների հետ համատեղ մեր արտգործնախարարությունը հայտարարություն հրապարակեց, որտեղ արդեն մատնանշեց, որ պատրաստ է ճանապարհային քարտեզ և ամեն ինչ արդեն կանխորոշված է։ Իրականության մեջ լուրջ քննարկում այդ հարցի վերաբերյալ չի եղել, ինչի միջիայլոց ապացուցվում է նաև այն հանգամանքով, որ վերջին հարցապնդումը, որ ուղղել էինք կառավարությանը, այդ փաստաթղթերի նախաստորագրման և ստորագրման հետ կապված ընթացակարգերը պահպանելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չներկայացվեց, ինչը ինքնին վկայում է, որ նախապատրաստական փուլը կատարյալ համարել չի կարելի։ Առնվազն մեզ համար պարզ էր, որ այս ձևով որոշում կայացնող իշխանությունների հետ մենք այլևս անելիք համատեղ չունենք և Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, իշխող կոալիցիայից, անցնելով ընդդիմադիր դաշտ։ Մեր տեսակետից մադրիդյան սկզբունքները ինքնին հետընթաց են։ Հիմա մադրիդյան սկզբունքների հաջողելու մեջ ինչ-որ մարդիկ առաջընթաց են տեսնում, դա նրանց մոտեցումն է, բայց մադրիդյան սկզբունքները ընդհանրապես համարում ենք անընդունելի, որովհետև մադրիդյան սկզբունքների մեջից լվացած է հիմնական առանցքը, ինչու սկսվեց պատերազմը։ Եվ փաստորեն մադրիդյան սկզբունքները ավելի շատ գործ ունեն պատերազմի հետևանքները վերացնելու հետ, այլ ոչ թե պատերազմի պատճառները։ Պատերազմի հետևանքները փախստական, տարածքներ, ավերածություններ, փոխադարձ անհանդուրժողականություն, սրանք հասկանալի են, բայց դու չես կարող վերացնել հետևանքները, չվերացնելով պատճառը, որովհետև այդ հետևանքները նորից մի օր ի հայտ կգան, եթե պատճառը վերացված չլինի։